ինչ է իրենից ներկայացնում վինիլները եւ ում համար է նախատեսված այն։ Վինիլները կամ երեսպատիչները կոնստրուկցիա է, որը պատում է ատամը միայն դիմացի հատվածից, այսինքն ֆրոնտալ մակերեսից։ Ասենք, եթե շապիկների դեպքում մենք հղկում ենք ատամը ամբողջությամբ, ամբողջ մակերեսով, վինիլների դեպքում մենք տեղադրում ենք այն միայն ֆրոնտալ մակերեսից։ Այսինքն ներվի հեռացման կարիք չի լինում, ամբողջ ատամը հղկելու կարիք չի լինում։ Էսթետիկ նկատառումներով գույն են ուզում փոխել, ձևը, դիրքը, ատամի չափերը, շատ բան կարելի է լուծել վինիլների շնորհիվ։ Հիմնականում էսթետիկ նկատառումներով են դիմում։ Հնարավոր է նաև մի քանի տարբերակներ նշեք, թե ինչ խնդիրների դեպքում կարող եք վինիլներ օգտագործել։ Օրինակ, ատամնաշարի դեֆեկտների ժամանակ վինիլները կիրառելի է, ասենք դիաստեմայի տրեմաների ժամանակ, դա որն է, երբ որ ատամների արանքները տարածություն է լինում, շատ պացիենտների դա դուր չի գալիս, վինիլները իդեալական լուծում է դրա համար, դե գույնի փոփոխությունը առաջին պատճառն է պացիենտների դիմելիության, նույնիսկ կցվածքի որոշ խնդիրներ կարելի է լուծել։ Եթե շատ բարդ դեպք չի, կարելի է լուծել վինիլների շնորհիվ։ Օրինակ, ել եմ ասում, բարդ կցվածքների դեպքում վինիլը չի աշխատի, նախ մի հատ պետք է օրթոդոնտիկ բուժում անցնի պացիենտը, նոր արդեն տեղադրենք վինիլները, կամ բրոքսիզմի ժամանակ, ժողովրդական լեզվով ասած, երբ պացիենտը կրճտացնում է ատամները, այդ դեպքում էլի կարելի է վինիլ սարքել, բայց պատրաստում ենք կապը, որը պացիենտը պետք է գիշերը կրի, որպեսզի վինիլները չկոտրվեն, էլի այդ կրճտացման ժամանակ։ Վինիլները լինում են կամ կոմպոզիտից, կամ կերամիկայից, երկուսն ունեն իրենց առավելությունները։ Կոմպոզիտից, այսինքն պլոմբանյութից պատրաստվող վինիլների մեծ առավելությունը դա կարճ ժամկետն է պատրաստում, այսինքն մի այցում մենք կարող ենք ամբողջությամբ վինիլները պատրաստենք ու պացիենտին ճանապարհենք։ Դա շատ մեծ առավելություն է, երկրորդ առավելությունը ցածր արժեքն է, կոմպոզիտային վինիլինը։ Բայց ինքը ունի մի հատ մեծ բացասական կողմ, կոմպոզիտային վինիլը ժամանակի ընթացքում գույնը փոխում է։ Մի քանի տարի հետո ինչ էլ պացիենտը անի, մեկը գույնը փոխելու է վինիլը, կամ ընթացքում էլ պետք է պացիենտը անդադ գա փայլեցման, ինչ-որ շտկումների, դա կոմպոզիտային վինիլի բացասական կողմն է, իսկ կերամիկական վինիլները գույնը երբեք չեն փոխում, ավելի ամուր են, ավելի երկարակյաց, բայց արժեքով ավելի բարձր են։